Ողջույն գործարարիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Պարոն Վարդանով, օրերս Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Բրյուսելում էր, որտեղ ի թիվս այլ միջոցառումների մասնակցեց նաև զիննատեսակների ցուցահանդեսին, որտեղ ըստ տարբեր աղբյուրների առավելապես հետաքրքրեց նրան մի հետաքրքիր ֆրանսիական արտադրության զինատեսակ, որն է ինքը ծանր զրահապատ տեխնիկա է, որը շատ մոբիլ է եւ իր վրա կրում է 120 մմ-անոց ականանետ ու հետաքրքիր է ինչպես է գնահատում այդ զինատեսակի ներդրումը ընդհանրապես մեր բանակի զինանոցում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ զինատեսակները ըստ աղբյուրների նախատեսված են թշնամու թիկունք թափանցելու, այսպես ասած, էքսպեդիցիոն պատերազմի վարման համար, ինչքանով եք նպատակահարմար գտնում այդ տեսակի զինատեսակների ներդրումը մեր բանակում։ Էքսպեդիցիոն դա երևի բառացի թարգմանել են, դա ռեյդային, ասենք, ռազմական գործողություններն են, երբ որ հարվածային խմբերը ներթափանցում են հակառակորդի տարածք ոչ թե որպես հետախույզ դիվերսանտ, այլ որպես հարվածային ուժ, մտնում հարված են հասցնում, հեռանում են կամ էլ ամրանում են տեղում եւ իրենց հետևից գալիս է մնացած զորք։ Զարմանալի բան տեղի ունեցավ։ Երեք է ինքը եղել, ասենք։ Անցածը։ Ես երեք ուրեմն եղել եմ մի հայ արտադրողի մոտ, որը զրահապատ մեքենա է արտադրել, սարքել 120 մմ-անոց ականանետով։ Ես կարծում եմ, որ նման զարմանահրաշ մոտավորապես 90 տարի հայտնի զենքը տեսնելու համար Ֆրանսիա պարտադիր չէր գնալ, կարելի էր խոսքի շատ ավելի էժան գնալ այդ արտադրողի մոտ, անունը չեմ կարա տամ, ոչ արտադրողի, բայց իրանք կիմանան, եթե չեն իմանում, կարան զանգահարեն լրատվական ռադիոն մեծահոգաբար իմ հեռախոսը կտրամադրի եւ ես իրենց կտանեմ ցույց կտամ այդ հայ արտադրողին, որի տեղը իդեպ իրենք գիտեն։ Ոնց ձեզ ասեմ, մենք ակտիվ պաշտպանության վերաբերյալ շատ հասարակ պատկերացում ունենք, շատ հաճախ նույնիսկ զինվորականների մոտ։ Կարծել պաշտպանությունը սարսափելի վատ բան է, 100 անգամ է ստուդիայում ասել են, որ սարի պես տղեն անշարժ վիճակում, օրերից մի օր պլաժի վրի, ասենք, ավազի հատիկ է դառնում կամ ռագատկի քար։ Պիտի ակտիվ լինես։ Բայց ակտիվությունը դա միայն հրետանին չի, ակտիվությունը այսօրվա ժամանակակից սպառազինության տեսակները հաշվի առնելով բազմաբովանդակ են, այդ թվում նաև օդ, այդ թվում նաև ձեռքի հրազեն, այդ թվում նաև, ասենք, կարամ սաղ մանրամասն եմ, ասենք, մեքենաները, որոնցով իրանք տեղաշարժվում են, ու ամենակարևորը այդ մարտավարությունը, որը որ իրենք պիտի ցուցաբերեն մարտի դաշտում, դրա տակ պիտի գրված լինի նաև ռազմավարական քո, ասենք, տեսլականը, պիտի համապատասխանի քո առջև դրած խնդիրները քո գործողությունների հետ։ Եթե քո ռազմավարությունը 29,000, չգիտեմ, քանի 100 քառակուսի կիլոմետր է, ու դա ամեն քայլափոխի վրա դա ասում ես, զինվորականին ստիպել կամ ուղղել ակտիվ գործողության մտնել հակառակորդի տարածք, իսկ քանի որ մենք հայտարարում ենք խաղաղությունը հարևանի տարածք, դա որոշակի հոգեբանական պատնեշ հաղթահարելու պես բան է լինելու, որի վրա ժամանակ եւ էներգիա է կորելու։ Եվ հնարավոր է չկարողանա այդ զինվորականը հաղթահարի այդ պատնեշը, իր մեջ հոգեբանական այդ պատնեշը։ Ոնց որ ասենք որոշ մեր հայրենակիցներ 20 թվականին չկարողացան իրենց ճիշտ դրսևորել այն օպերացիայի ժամանակ, երբ որ պաշտպանության բանակի
ռեզերվային ստորաբաժանումները գնացին դեպի Վարազաբլուր, լալալայկը ավելի շատ հայտնի, եւ ընդեղից պետք է էլի ինչ-որ բան գործողություններ անեին, բայց քանի որ իրանց մեջ կար սենց ժելեզաբետոն պաշտպանությունը եւ այդ հոգեբանական բանը ֆակտորը շատ կարեւոր է։ Երկու բան կա, որ մենք թերագնահատում ենք պատերազմական գործողություններից։ Մեկը ժամանակն է, ժամանակի ֆակտորը սարսափելի կարևոր է, բայց մենք չգիտես խի անտեսում ենք։ Մենք կարանք տագնապի ժամանակ քայլելով տեղափոխվենք դեպի Թաքստոց կամ դեպի այն արկղը, որտեղ մեր զենքն է դրած, քայլելով եւ ոչ պակաս կարևորը հոգեբանական ֆակտորը։ Բայց եթե բանակը տեխնիկապես, ասենց ասած, զիջում է հակառակորդին, դա այդ եւ դա շատ ակնառու կերպով երևում է մարտի դաշտում, արդյոք դա չի ստիպում այդ հոգեբանական բաղադրիչին, բանակի նահանջել, էլի, այսինքն ավելի իջնի իր հոգեբանական վիճակի։ Լավ, ասենք զիջում ես ինչ որտեղ, այս կարած չէ, բռունցք հավաքես, մի ինչ որ հատվածում, ասենք 10 տեղ ինքնա Անանում ոնց որ ռուսների վրա հարձակում եղավ ռուսական տարածք ներթափանցելով ուկրաինական ասենք ուժերը այդ եղբայրասպան պատերազմի ժամանակ ներթափանցեցին Կուրսկի մարզ մի քանի մարզ գրավել է ռուսը մի քանի մարզ ներթափանցել է մի քիչ կամ շատ բայց մի տեղ ուժ կուտակելով ներթափանցեց Ուկրաինան եւ ստիպեց գոնե դանդաղացնել հարձակումները ուրիշ ուղղությունների վրա եւ ստիպեց ամենակիչը 15-րդ բրիգադը Պիտնաշկային ասում եւ Ախմադ Կադիրովի բանա Գունդա բրիգադա իրանք էլ որ գան ասենք Կուրսկի բանա նահանգի ուժերը ուժեղացնելու համար եւ ուրիշ բան որ ուկրաինացին էլ նույն ձևով մերպես հոգեբանական պատնեշներ ուներ դրա պատճառով ինքը չկարողացավ սկզբի փուլում հաջող գործողությունները զարգացնի եւ վերցնի Կուրսկի ատոմակայանը որտեվ Կուրսկի ատոմակայանը ամբողջությամբ քաչեր ասենք բանը այս պատերազմական գործողությունները եւ ստիպված բանը խաղաղ պայմանագրի կողմ պետք է նայեն բոլորը համ ընդրանք ովքեր որ միջև վերջի ուկրաինացին պատրաստվում են պատերազմ են Ռուսաստանի դեմ համ ընդրանք պիտի նայեն որոնք որ Ուկրաինան պատկերացնում են միայն ու միայն գոնե կեսով Ռուսաստանի մաս դարձած դες սենս տենենց պետք է արդեն եզրեր մանգային հաշտության երկու ատոմակայան մեկը այս ներքևը այս մի հակառակորդի ձեռնա այս մի տեղը ընդրա հակառակորդի ձեռնա արդյունքում երկու ատոմային միջուկային զենք է հայտնվում երկու հոգու ձեռը ու հակա մարտող կողմերի դա հաշտության պայմանագրին ստիպող բանա գործողություն էր եթե դա անային իսկ իրանք ինչի չկարողացան իրանց դեմ լուրջ զորքեր չկար որտեվ իրանք հոգեբանական պատրաստ չէին այդ ամեն ինչին թվում է թե մեխանիկորեն պատրաստ էին ամենալավ տեխնիկան իրանց ձեռներ պարապացրած էին մարզած էին իրանց անգլիական բան եւ եսիմինչական դասատուները պարապացրել էին 12 բրիգադ նեղ մաջալին ասենք պահել էին մարտերից դուրս պարապել բայց հոգեբանական բավարար ասենք ուսուցում չէին ստացել այդ մարդիկ համենայն դեպս հոգեբանորեն իրանք չէին կաղապարներից ազատվել որպեսզի ասենք գրոհը իրանք զարգացնեին համ հրամանատարները համ ասենք շարքային կազմը պատրաստ էր մենակ բանային շտաբում գլխավոր շտաբում նստած անձնակազմ ու վերջ հոգեբանորեն վերադառնալով մեզ մի հարց եմ ուզում տալ ձեզ որ դուք նշեցիք այդ ռեյդային գործողությունները պատերազմական ժամանակներում արդյոք մեր բանակին անհրաժեշտ չէ որոշակի ստրուկտուրալ փոփոխություններ այսինքն նոր տեսակի զորամիավորումներ նման գործողություններ իրականացնելու համար որովհետև սովորական հրաձգային ստորաբաժանումները իմ կարծիքով պիտի հասկանանք որ մենք չունենք հրաձգային ստորաբաժանում մենք ունենք մոտո հրաձգային ստորաբաժանում մոտո հրաձգային դրա նշանակում է մարտական մեքենաներ
մարտական մեքենան ոչ մի ձևով, ասենք, չի տարբերվում այն մեքենայից, որը որ տեսել է, ասենք, Հայաստանի այսօրվա պաշտպանության նախարարը։ Մարտական մեքենաներ տարբեր են լինում, հակաօդային շիլկեք, 4 փողանի, 2 փողանի, տանկով, փոքրիկ տանկեր, լավ տանկ չունես, ենթադրենք տանկերը վատ վիճակ են, BMP 1-ը, որը որ փոքրիկ տանկ է, ինքը մարտական մեքենա է բանի, հետևակային, բայց 76 կարծեմ միլիմետրանոց թնդանոթ ունի, որը բավականին, ասենք, լուրջ ունակություններ ունի զրահատեխնիկա վնասելու եւ այլն։ Խոշոր տրամաչափ, ասենք, գնդացիրով բանա BTR-ները, կարճ ասած, դու այն ինչ որ տեխնիկան քո մոտ վատ վիճակում է կամ բացակայում է, դա չի նշանակում, որ դու ստրուկտուրալ պատրաստ չես այդ գործողություններին։ Քո մոտ մոտո հրաձգային ստորաբաժանումներ է, գործող բանակի։ Հա, քանի որ դու չունես բավարար զրահատեխնիկա, դու ռեզերվից հավաքված գամբեդերը, բրիգադները, գումարտակները ավելի շատ հրաձգային ես ձևավորելու, անունը կարող է դնելով իմիջիալոս մոտոհրաձգային, չգիտեմ, դեսանտային, տիեզերական, բայց քանի որ ինքը տեխնիկական ոչ մի միջոց չունի, ոչ էլ պարապել սովորել է, ինքը իրականում լինելու է հրաձգային զորքեր, բայց գործող բանակում մենք հրաձգային զորամասեր ունենք միայն ու միայն լեռնահրաձգային, ոչ բավարար պատրաստվածությամբ, 0 պատրաստվածությամբ, բայց մարդկանց համառության շնորհիվ իրանք ինչ որտեղ գործեր էին անում, ես նկատի ունեմ քարվաճառը պահող մոտոհրաձգային 2 լեռնահրաձգային կամ լեռնային, ասենք, 2 ստորաբաժանումա, բրիգադը եւ 105-րդ գունդը առանձին։ Մենակ դրանք են, որ մոտոհրաձգային չեն, մնացած բոլոր բաները, գործող բանակի ստորաբաժանումները կամ տանկային են, կամ եսիմ ինչ են, բայց հրաձգային չկա, կա միայն մոտոհրաձգային։ Բայց արդյոք այդ ստրուկտուրաները բանակի այդ զորամիավորումները, որ մեծի մասամբ ինձ թվում է երևի խորհրդային տարբերակներից են ժառանգված, համատեղելի են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, տեխնիկայի կիրառման, չգիտեմ, հիմա ասենք օրինակ էս զինատեսակը, որ նշեցի ֆրանսիական, ինքը ֆրանսիական Սկորպիոն ծրագրի մաս է կազմում, որը այդ պատերազմող այդ բոլոր ստորաբաժանումները միավորում օրինակ մեկ թվային հարթակի մեջ, այսինքն ուղիղ ժամանակում տվյալները հավաքում ավտոմատ կերպով մի դաշտից, այս վիճակի մասին, այդ տեխնիկայի, այս կողմ այդ ու հետաքրքիր ցանցակենտրոն, ասենք, գործողությունների համար նախատեսված։ Գիտեք ինչ, կոմունիկացիաները զարգանում են, եթե ժամանակին քյաչալացնում էին կապի միջոցին մարդուն, վրան գլխին բան էին գրում, հետո մազը աճացնում էին, որ գրածը չերևա ու իրան ուղարկում էին, դե իրանք կստուգեն բան, ասենք ջեբերը բան չկա, բերնի մեջ բան չկա, գրածը մազի տակ չի երևում, էլի լավ թանձր խոճուշ մարդկանց էին ընտրում, ու դա կարող է քաշեր 1.5-2 ամիս, էլի միջև ասենք այդ գրվեր, աճեր նորից, հետո ինքը քայլելով էթար կամ ձիով էթար հասներ տեղ, կարող է դաժե 3 ամիս։ Հիմա այդ ամեն ինչը կարող է այդ քյաչալացնելու process-ը բան սախ իրար հետ մի 3 վայրկյան է տևում, նույն հեռավորության վրա ինչ որ բան նորություն ուղարկելը կամ կարգադրություն կամ զեկույց ուղարկելը։ Կոմունիկացիաները զարգանում են։ Բնական է որոշ գործողություններ, ասենք, սովետական եթե վեգալ ես, իրանք հետ են ընկած, բայց ոչ այնքան ինչքան մենք կարծում ենք։ Կապի միջոցները թվայնացում է, չէ՞ տեղի ունեցել հիմա։ Բայց արագությունը փոխանցման, ոչ թե մշակման, անալոգային կապը եւ թվայինը ոչ մի ձևով մեկը մյուսից արագ չի, որովհետեւ թե այն կապը, թե այս մյուս կապի ձևը հեծել է ռադիոալիքը, ու ռադիոալիքի հնարավորությունները ամբողջությամբ օգտագործելուց եթերում տեղափոխվել է մի հոգուց մյուսը։ Այն մշակելը, տվյալները, ասենք, իրար կպցնելը, այստեղ ավտոմատ տվյալները ավտոմատ կերպով մշակման process-ն է։ Ավտոմատիզացիան սովետի ժամանակ եղել է զբաղնակում, եղել է զորքերում, ու այդ ավտոմատիզացիան շատ հաճախ մարդկային գործոնը պիտի շատ նվազեցներ,
մարդկային գործոնը նկատի ունեմ, ասենք վերամշակելու նոր բանա զեկույցները մեկը մյուսից հետո շարելու եւ այլն։ Պետք է մարդկային գործոնը պակասացներ եւ հրամանատարին որոշում կայացնելու բանա հնարավորություն տար հնարավորինս շուտ։ Նույնը անում է թվային տեխնոլոգիաները։ Այդ բանա ցանցակենտրոն բաները որ կան մի քանի րոպեն կամ մի քանի վայրկյան այսօր հարց է լուծում։ Կոմունիկացիաները ավելի արագ են, զենքը ավելի արագ է, տրանսպորտի միջոցը ավելի արագ է, այդ առումով համաձայն եմ։ Բայց եթե դու անալոգային, ասենք, այդ կառավարման կենտրոններին լավ ժամանակին տիրապետել ես, լավ չի տիրապետել, նույնիսկ այդ բանա կառավարման կենտրոնների հեղինակ ռուսը, ասեմ, ալարել են, էլի, ասենք, լավ տիրապետեն։ Բայց եթե լավ տիրապետեր քո գործիքակազմին, հիմա ասենք թվայնացման ձևը բան անցնելուց մի քանի վայրկյան պետք է արագանար քո գործողությունները, ոչ ավել։ Իրականում մի քանի վայրկյան, լավ մի քանի րոպե։ Մարտի դաշտում, որ ասում եմ շատ կարևոր ժամանակը, շատ կարևոր գործոն է, դա դեր է խաղալու։ Միանշանակ դեր է խաղալու։ Բայց դու այն գործողություններին ոսկի նորմալ ծանոթ չլինելով, կարճ ասած, եթե դու ժամանակին բահով չես սովորել հող մշակելը, հետո տրակտոր բանա ձիով, բանա հետո то есть սկզբից բահը կամ փոցխը, չէ, ասենք, հետո մոզին կամ եզը կամ ձին, հետո տրակտորը, հիմա եթե դրոն ղրգելու խնդիրը լինի, հա կղրգես ընդ ինչ որ բան կանի, բայց դու չես հասկանա հողից, չես հասկանա սերմի կենսունակությունից, չես հասկանա, ասենք, բիոլոգիան, այդ հողի շերտը, որ այդ տրակտորը բանա արհեստական բանականությունով աշխատող ինքը որ շուռ է տվել, ընդ միկրոբիոլոգիան ոնց է, լավ կաճի, լավ չի աճի, բաներ, թույներ պետք է տալ, պետք չի տալ, որ սերմատ նորմալ, ասես լիքը գիտելիքներ կա, որ մենք մի քիչ թերագնահատում ենք կամ գերագնահատում ենք այսօրվա ժամանակակից տեխնիկան, մտածելով, որ ինքը ամեն ինչ անելու է, ամեն ինչ չի անում ոչ մի բան, նույնիսկ արհեստական բանականությունը, ոչ մի բան ամեն ինչ չի անում։ Գոնե հարցդ պետք է ճիշտ ձևակերպես դու, որ արհեստական բանականությունը քեզ պատասխան տա քո ուզած։ Եթե դու ի վիճակի չես նորմալ հարցը ձևակերպես, դու պատասխան կստանաս Վիկիպեդիայի մակարդակի վրա, կամ էլ ասենք շատ գիրք կարդացած գյուղամեջում նստած պապիկի, ասենք, պատասխանի մակարդակի վրա։ Հիմա եթե վերցնենք այն զենքի տեսակները, որոնք որ Ֆրանսիայում տեսել է, ցանկացած բան կարաս ինտեգրես ցանցակենտրոն դարձնելու համար։ Ընդհանրապես մի հատ դատչիկա, դատչիկից հետո մի հատ բան, կապի միջոց ու այնտեղ բանա այդ սոֆտի մեջ, այդ մայրի մեջ սրա տվյալները մտցնելա, ուրիշ ոչ մի բան։ То есть դու հələ մի հատ ուղղակի, ասենք, ձիգշելը սովորի, հետո մտածի, ասենք, ձիով մարդ մի հատ վարելը սովորի, հետո նոր մտածի, բանա դու կարաս այդ արհեստական բանականությունով մարդ վարես, թե չէ։ Պայմանական ձին էլի իհարկե, պայմանական։ Այդ նույն սովետական BTR BMP-ները հələ դու ճիշտ կիրառելը սովորի, զինվորին ճիշտ հրաման տալը, բացատրելը ինչ պետք է անի։ Եթե դու զինվորին բացատրում ես, հրամանը տալիս ես եւ բացատրում ես 7 վայրկյան ընդամենը, սարսափելի կարճ ժամանակ ասեցի։ Քո լեզուն, ես ինչ պետք է տեղի ունենա։ Հետազոտությունները ցույց են տալի, որ ասենք, որ լեզուն ավելի կարճ է հրամանը տալի եւ ավելի կարճ է բացադրում քիչ ժամանակ է ծախսում բացադրելու համար իր հրամանը, այդ լեզուն մարտի դաշտում հաջողություն է ունենում այդ լեզուն կրող, ասենք, ազգերը։ Գերմանացին իր հրամաններով, բաներով լավագույն զինվորը հին աշխարհում համարվել է սպարտանացին, Սպարտայի լակեդեմոնները։ Ինչի համար ավել նոր չեն խոսում։ Այ ինձ հարց է տալի, կես ժամ մի հարցի շուրջ խոսում եմ ես։ Կես ժամ։ Լակեդեմոնին, երբ որ ասում է, այ հեսա կգամ, սենց կանեմ, նենց կանեմ, եթե սենց լնի, սենց կանեմ, եթե սենց կլնի, սենց կանեմ, բանը սպառնում, ասում է, մեր մանուկ, սաղիդ կկոտորեմ, բան կանեմ, էս, ինքը բանը ասում է, պատասխան, եթե
Վերջ։ Կարճ, կոնկրետ, հասկանում ես։ Այ մարդի դաշտը կարճ կոնկրետություն է սիրում, բայց հետնել այդ կարճ կոնկրետը պետք է հասկանա քո ենթական, պետք է հասկանա քո վերադասը։ Դες մի ալիքի վրա պետք է լինես։ Բայց հիմա իմ կարծիքով այդ աշխարհում առհասարակ յուրաքանչյուր գործընթաց առավելապես եթե այն կապված է ինֆորմացիայի փոխանցման վերամշակման հետ, այնքան արագ է զարգանում, այնքան արագ առհասարակ ամեն ինչ տեղի ունենում, որ այդ եթե մենք հետ ենք ընկել այդ շղթայական այդ գործողությունները անելուց, այսինքն ձեր ասած կերպով բահից սկսելուց, որ հասնենք տրակտորին, մի քիչ չենք հասցնի այդ կերպով իմ կարծիքով աշխարհետևից, այսինքն մի քիչ ավելի sense ասած արմատական ու sense ռիսկի փոփոխություններ են պետք էլի։ Եթե դու ժամանակին բահով չես զբաղվել, դու չասենք կամ քո պապին հայրը տրակտորով չի զբաղվել, դու հիմա կոմբայնով հաջողության չես գա, իմ ասածը դա է։ Դրսից սովորելով օրինակ։ Դրսից սովորելը ինչ է անում։ Ընդհանրապես ուրիշի պապի եւ հոր սովորածը դու յուրացնում ես, то есть ինչ որտեղ կոմպենսացնում ես այդ ամեն ինչը։ Իսկ ով ասում որ դրսում ավելի շատ բան կարաս սովորես անձամբ գնալով, դանդաղից դասատուել կարաս բերես, չէ՞։ Ու մի հոգու գնալ գալու փողով 100 հոգի սովորացնես, մի քիչ ավելի էժան չի։ Մենք միշտ ամենածանր, ամենաթանկ մեթոդներն ենք ընտրում։ Շատ ավելի դժվարամատչելի բանը մի հատ ֆիլմ կար Այբալիտ 66 սովետի ժամանակ Ֆրունզիկ Մկրտչյանն էր նկարահանվել այնտեղ 3 ավազակներ են բանը բժիշկ կենթանիների божишкին են հետապնդում իրանք մենք երգ են երգում бана настоящие пираты идут всегда в обход. Умный в гору не пойдет, умный гору обойдет. Или ասենք միշտ շրջանցիկ բարդ բանը հերու ծախսատար ճանապարհներով ենք եթում։ Էլ եմ ասում այդ մինամյոտը շարժական։ Երեք եմ տեսել հայ արտադրողի մոտ լրիվ պատրաստ վիճակում, բանը գիդրավլիկայով, բանով 3 հոգի էկիպաժով, մեկը եթե վարորդ է ու մեքենայից չի իջնում, 2 հոգի են սպասարկում ականանետը։ 2 հոգի։ Եվրոպայում ասեց 8 կրակոց, եթե մի քիչ վարժված լինեն 10 կրակոց, ոնց որ այդ հաղորդավորությունը։ Բայց ձեռամբեր արվում այդ ամեն ինչը թե ավտոմատիզացիա։ Ավտոմատ ինքը իջնում է ձեռով ականը դնում ես մեջը գմփում է այս տղայի արտադրությունը ավտոմատիկան երևի այդքան բարդ չի որ մի քիչ թանկացնելով նաև էտի դնես բայց ավելի էժան կնստի որ այդ ծախսը չտենաս այդ քաշը չլինի տեխնիկան մի քիչ ավելի աշխուժ կարողանա մարտի դաշտում շարժվի պահկվելու գնա պահկվելուց վերադառնա մարտական դիրք ով ասում որ ամեն ինչը պետք է մեխանիկա լինի էլի այդ բանը այդ տղաները այնքան խելացի են գտնվել այդ զենքը սարքողները ցավալի անունը չեմ կարա տամ էլի ասենք մի քիչ համթույլտվություն չունեմ համեր իրենքը ռազմական բաներով է զբաղվում ու դա ռազմական գաղտնիք է ինչ որտեղ հանդիսանում բայց այնքան խելացի են գտնվել որ նույնիսկ էլեկտրոնիկայի դաշտում այդ ահագին բանա օգտագործվել, ուրեմն ունեն ծիտիկ, որը որ այս մեքենայից թռնում հետախուզություն է անում, ասենք, այս արտիլերիայի բանը, այդ 120 մմ-անոց բանի համար հետախուզում է, օբյեկտը գտնում է, այս դրա, ասենք, իրա գտած են, դե մեկ կնոպկայով, ասենք, փողը համապատասխան ուղղության վրա ճշտվում է, հետո կրակոցները անում են եւ ասենք հելնում արագ տեղաշարժվում է մոտավորապես 2 րոպեվա մեջ իր ամբողջ բանը գմփոց-մմփոցը սաղ անում է ու հեռանում է այդ ամեն ինչը ոչ մի ձևով հաստատ համոզված եմ այդ ֆրանսիացիներին չի զիջում էլի այդ ֆրանսիական զենքին ես ոչ թե թերագնահատում եմ արտադրողին ֆրանսիական իր մոտ կարող ավելի լավ տաշված կլինի կարող ավելի լավ ալյումինիային համաձուլված կլինի, որը փոխարինում է երկաթը, դրա հաշվին մի քիչ թեթև լինի, բայց գինն էլ կարող է ընդհանրապես 1 կամ 2 հնարավոր է 0-ով թանկ լինի։ Մենք Ֆրանսիայից գրեթե ոչ մի բան չպետք է առնենք։ Ֆրանսիան ստեղ մեր հետ շահեր ունի համատեղ, ինքը պետք է մեզ անվճար տա։ Անվճար պետք է տա։ Կամ ռուսի պես տա բանը Ռուսաստանի պես պետական գործարանային գներով
Այդ դեպքում ասենք այդ հայկականի եւ ֆրանսիականի մեջ գնային բանը շատ չնչին տարբերություն ա լինել։ Այ այստեղ հարցը ոչ թե կոնկրետ ֆրանսիական, այլ այդ տեսակի զենքը, որ ես այդ տեսակի զենքը ասում եմ Հայաստանում արտադրող կա։ Ունես չի որ ինքը երեք որոշեց արտադրեց էլի, այդ մարդը դրա վրա արդեն երևի մի 5-6 տարի աշխատում է։ Որ եկել է այդ մակարդակի, որ նայում ես հոյակապ բան է, էլի, ասենք շատ հզոր մեքենայի վրա կառուցված, կարճ ասած հաճախ մենք իզուր ենք որսանում դուրսը ավելի թանկով այն դեպքում, որ այդ ամեն ինչը մեր գոմում առանց որսի սարերում վազվզելու, ոտերը վտանգելու, մեր գոմում ինքը կապած է ու բթման տակ է։ Ավելի էժան է նստում, էլի, շատ ավելի էժան, հələ մի մասն էլ կարաս ծախես դուրս, քո կշտանալուց բացի, հələ մի հատ էլ փող ունենաս, մի հատ էլ հորթ առնես, ասենք դնես բթման տակ։ Դուք խելացի եք լինել։ Այս համատեքստում ուզում եմ նաև անդրադառնամ բանակում ընդհանրապես հիերարխիկ համակարգին բանակ էլի, այսինքն այդ կոչումների, պաշտոնների, որ այդ արևմտյան տարբեր բանակների մոդելներում կա չէ սերժանտական sense հատվածը ինքը շատ մեծ դեր ավելի կատարում, քան սպայականը։ Ու ինձ հետաքրքիր արդյոք այս տիպի նոր պատերազմների վարման համար, այդ կոմունիկացիան ավելի հեշտ ապահովելու համար այդ կապը սերժանտների ու զորքերի մեջ ու ավելի բան զարգացած ու ավելի խիտ չպիտի լինի, այսինքն այդ սերժանտական կազմի մասին երևի տեղյակ կլինեք ինչի մասին եմ խոսում։ Մենք փորձում ենք անգլիական բանը, անգլալեզու, ավելի ճիշտ երկրների ռազմական ներքին կառուցված արտատպենք այն դեպքում, որ դու էլի կարաս ունենաս քոնը ստարշինան, ավակը, պրապորշիկը, ենթասպան, ինքը իր էությամբ նույն սերժանտնա անգլիական բանակի։ Ուղղակի մենք սովետական բանից ենք արտատպել։ Սովետական բանակը, ասես մի քիչ Ֆրանկենշտեյնա մոնստրուլեա դարել, էլի ասենք, որտեվ ինքը ցարականից հրաժարվեց, փորձեց Իրանը մոգոնել։ 43 թվին ասենք վերադարձրեց ուսադիրները, որոշ կոչումները եսի ինչերը, միջև այդ կոմիսար երկրորդ աստիճանի 4-րդ եսի ինչի բանա ու արի գուշակետի մայորնա բանա նայում ես գեներալի ուսադիրներով ասենք հերոսա ֆիլմի գեներալ լեյտենանտի երկու աստղով գեներալա, բայց իրան բանա դիմում են բանա անկեր մայոր երկրորդ աստիճանի կոմիսարի այդ բանը, այդ խառնաշփոթը, որ սովետը առաջացրել է, սերժանտային կոչումը նվազեցրել է, սպայական կոչումը պրապորշիկը ենթասպան, դա սպայա, սպայական կոչումը ինքը նվազացրել է, սերժանտականը նվազացրել է, բարձրացրել է ավակը, հորինելով, ասենք, այդ բանը, կամ նավատորմից բերելով, ասենք, բանակ ավակի ինստիտուտը, ստարշինայի։ Կարճ ասած, այդ սովետական խառնաշփոթն է, բայց որ վեկալում ես, ասենք, տերմիններից, եթե չկախվես, դու ունես շարքային սաստավ, մեջը որոշակի գրադացիայով, բանա, Եֆրեյտորը դա լավ զինվորն է։ Եթե հիմա դու սերժանտներին առանձնացնես, պրոֆեսիոնալ դարձնենք, ասենք, չլինի այդ։ Պրոֆեսիոնալ բառը ինձ մոտ, ասենք, բանա օրգազմիկի աստիճանի, ասենք, վրդովմունք է առաջացնում։ Որովհետև մենք երբ որ ասում ենք պրոֆեսիոնալ, մենք նկատի չունենք արհեստավարժը, մենք նկատի ունենք վարձկանը կամ պայմանագրայինը։ Սխալ է դա, էլի։ Արհեստավարժ պետք է լինի քո ցանկացած զինված ուժեր, ցանկացած, ասենք, դպրոց, ցանկացած եսի ինչ դու շռայլում ես քո փոքրիկ ազգի ռեսուրսները, երբ արհեստավարժ չեն քո մանր եւ խոշոր նաչալիկները։ Ժամկետային զինծառայության այդ ժամկետը արդյոք հերիքա, որ զինվորին դարձնես այն արհեստավարժ, ասենք, բացի այդ շարքից նաեւ սերժանտներին, սերժանտական այդ կազմը ապահովելու համար արդյոք հերիքա այդ արհեստավարժությունը ապահովելու համար իրան։ Իսկ ով ասում, որ ասենք շարքայինը եւ սերժանտը պետք է մի բանից ելնեն, էլի, ասենք, մի ժամկետի մեջ հրավիրված ելնեն։ Սովետական մեքենան ռազմական ուրիշ ձևի մոտեցումներ ուներ։ Հիմա դու ուրիշ մոտեցումներ ես ուզում ցուցաբերես։ Քո մոտ շարքայինը կարա լինի, ասենք, միջև առաջի մի տարին,
մի տարուց հետո եթե ցանկություն ունի սերժանտ դառնալու կամ սպա դառնալու, ինքը պետք է դիմում գրի, որ ուզում եմ սերժանտ դառնալ, եթե 2-3 ամիս պարապելուց հետո սերժանտի կոչումը ստանա, եթե ավարտի ու գա մնացած իր, ասենք, կես տարին ծառայի որպես սերժանտ, չէ, այդպես չպետք է լինի։ Երբ որ ինքը սերժանտ է դառնում, իր կոնտրակտը ոնց որ ասես թազուց է սկսում։ 1.5 կամ 2 տարին ավարտելուց հետո սերժանտ ծառայելուց հետո եթե մենք խելամիտ զինված ուժեր ենք կառուցում, ոչ թե դոձիկների ժողովածու ենք, էլի ասենք մենք մեզանից ներկայացնում եւ բանակը ուզում ենք ընդհանրապես արտատապենք ինչ որ ուրիշ զինված ուժեր, խելամիտ պետք է լինես, դոձիկ պետք է չլինես եւ քո սերժանտը մի տարի հետո ծառայելուց հետո գալիս է, ասենք, պարապում է սերժանտի կոչում է ստանում, եւս 1.5 տարի արդեն ծառայում որպես սերժանտ։ Իմիջիալուց մենք դրա ինստիտուտը ունենք, սերժանտի չէ, սպայի ինստիտուտից ավարտածները գնում էին մի տարի ավել էին ծառայում, մի տարի ռազմական ակադեմիայում կուրսանտ լինելով, հետո 2 տարի իրանց ժամկետային ծառայությունը որպես սպա էին ծառայում։ Իմ ավակ եւ կրտսեր որդիները հենց այդ ձևով 3 տարի են ժամկետային ծառայություն տեսել։ Հիմա նույնը կարաս անես սերժանտների հետ։ Սերժանտ ծառայելուց հետո ինքը կարա դիմում գրի, ասենք, երբ որ իր ժամկետը լրանում է, դիմում գրի, որ ուզում եմ սպա դառնամ, հարց չկա, դասակի հրամանատար, խնդրեմ։ Դիմում գրեցիր, գնացիր, ասենք, եւս մի 2 ամիս ով ասում որ լեյտենանտ դառնալու համար, դասակի հրամանատար դառնալու համար 5 տարի պետք է սովորես։ 5 տարի պետք է սովորես, որովհետև այդ լեյտենանտը միջև փոխգնդապետ կարա գնա։ Միջև, ասենք, առանձին գումարտակի հրամանատար։ Ախպերը տենց մի արա։ Լեյտենանտ դասակի հրամանատար դառնալու համար սերժանտից հետո 2 ամիս սովորելով լեյտենանտ դարձրա, ուզում է դառնա, ասենք, վաշտի հրամանատար, եւս մի քանի ամիս սովորելով դասակի հրամանատար մի տարի, 2 տարի լինելուց հետո եւս, ասենք, ու ստացվում է քո մոտ մի շատ քիչ ժամանակ է ծախսում դասարաններում մարտական եւ, ասենք, գործնական ծառայություն տեսնելով, ինքը այդ 5-6 տարվա մեջ որ լեյտենանտ պետք է դառնար, ինքը դառնում ավակ լեյտենանտ կամ կապիտան հսկայական փորձով, գիտելիքներով, չզիջելով ակադեմիայում նստատեղերը եւ սեղանները մաշացնող կուրսանտների հետ։ Դուք պետք է խելամիտ մոտենաս, խելամիտ եւ ոչ թե արտատպես ուրիշի ձևը, այլ քո համար ադապտացնես այն անհրաժեշտ, ասենք, դրսում տեսած, ոնց որ ասած, արհեստավորից փախցրած գիտելիքները։ Ադապտացրա եւ կստացվի, որ լիքը ծախսերից խուսափելու ես։ Ես ինչի համար եմ ասում այս ծրագիրը, որովհետև ոչ մեկի իր զավակին, եթե զավակը գոնե մի փոքր շանս ունի ծրագրավորող դառնալու, մի փոքր, արդեն չի թողում որ բանակ գնա։ Եվ բանակը մեր մոտ, ասենք, մնացորդային միջոցով, ասենք, համալրվում սպայական կազմով։ Ոչ միտեղ չընդունվողները, շանս չունեցողներին նոր, ասենք, ռազմական ակադեմիա, մեծ մասը իհարկե, ոչ բոլորին։ Իսկ եթե մենք այս ձևով անենք, մարդը բացարձակ բանակ չել ուզեցել գնա սպա, բայց գալիս է ծառայություն է տեսնում, հասկանում է, որ մի տարի ավել ծառայելով կարա սերժանտ լինի, ծառայելուց երբ որ հրամանատարական ֆունկցիաներ է կատարում, պարտականություններ ունի, նաև պատասխանատվություն ընկերների համար, այդ իրան դուր է գալի, ասում է օֆիցեր չդառնամ, օֆիցեր դառնալուց էլ կարամ լեյտենանտ ծառայեմ 3 տարի կամ 2 տարի, դրանից հետո չշարունակեմ։ Ու տենց շարունակելով մեկը նայում ես արդեն գործող գեներալ է, սարսափելի մեծ պրակտիկ փորձով, գիտելիքներով չզիջելով, ասենք, ոչ մի Անգլիաներում, Ամերիկաներում ու Մոսկվաներում սովորածին, ունենում ես խելքը գլխին։ То есть դու պետք է քո եղածի բանով յոլայետաս ջեբի գյորա ու հավատա ավելի լավ արդյունք կա սպասվելու, որովհետև այն մարդիկ, ովքեր որ մնացորդային բանով են, ասենք, համալրում ռազմական ուսումնարանները, մենակ իրանք չեն լինելու քո մոտ զինվորական բարձրաստիճաններ։ Նաև լինելու են այն մարդիկ, ով հեչել չէին ուզում այնտեղ այդ այն, բայց հայտնվեցին իրավիճակում, որը իրանց դզեց եւ ինքը դառավ արհեստավարժ զինվորական ու կարիերան իր, քանի որ ինքը սերժանտից բան սկսել է հրամանատարական պաշտոնավարումը, միջև գեներալ գնացել է ամբողջությամբ պրակտիկ գիտելիքներով էլ չզիջելով
մաքուր ակադեմիական, այսպես ասած, կրթություն ստացողների։ Շնորհակալ եմ պարոն Վարդանով հետաքրքիր զրույցների համար։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին։ Դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։